Իսկ դուք գիտեք, որ մեջքի ցավերը 80% դեպքերում պայմանավորված են միջողային սկավառակների ճողվածքներով, նույն ինքը դիսկերի գրիժան, լսած կլինեք։ Ախտորոշման ոսկե ստանդարտն է MRT-ն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան։ Այն անվտանգ է օրգանիզմի համար, ճառագայթում չկա և տալիս է մաքսիմալ ինֆորմացիա։ Ինչ պետք է իմանալ ողնաշարի MRT-ի մասին։ Ներկայացնեմ 4 կետով։ Առաջին, ողնաշարի յուրաքանչյուր հատված արվում է առանձին MRT-ով։ Պարանոցային, կրծքային և գոտկա-սրբանային։ Յուրաքանչյուր հատված արվում է հատուկ մշակված ծրագրերով։ Հաս 2. Յուրաքանչյուր հատվածի MRT-ն տևում է մոտավորապես 20-ից 30 րոպե։ Երրորդ, ողնաշարի MRT-ից առաջ հատուկ նախապատրաստվելու կարիք չկա։ 4. Ողնաշարի MRT-ն հնարավորություն է տալիս գնահատել ողերը, միջողային սկավառակներն ու հոդերը, ողնուղեղը, ողնուղեղի թաղանթը և նյարդարմատները, ինչպես նաև հարակից փափուկ հյուսվածքները, այսինքն ողնաշարին շրջապատող մկանները։ Հիշեք այս ինֆորմացիան ողնաշարի MRT-ի մասին և գանգատների դեպքում անպայման դիմեք բժշկի ճշգրիտ ախտորոշման համար։